Դե ծախվում է։ Ամեն տարվա համեմատ վատ է այս տարի ավելի։ Անցած տարի ժամանակ ավելի լավ էր վաճառքը։ Բայց ընդհանուր դե հիմա ունենք այն ինչ որ ունենք, պիտի վաճառենք, կայնում ենք օրով, գիշերը մնում ենք, սուտկով մնում ենք, որ վաճառենք, վերջացնենք էլի դա։ Ինչքանով եք վաճառում, կասեք։ Կարտոֆիլը 150 դրամ։ Ձմերուկը այս պայդրությամբ Կարճունի, խոշոր, միջին։ Չէ, միջինը 70 դրամ է, խոշոր չափսը 150 դրամ է։ Ձմերուկը տեղական ձմերուկն է, նոր առաջի անգամ հավաքել ենք։ Որտեղին է։ Էջմիածնինն է, Աթարբեկյան գյուղին է, արտիմետ։ 250 դրամ շատ դժվար է վաճառվում։ Ձմերուկը կոնկրետ Երևանից մեքենան կայնած է։ Ինչի հետ է կապված, որ չեն գնում։ Չեմ կարող ասեմ։ Հարմարել գներ եք։ Պարսկական ձմերուկը 320 դրամ ավելի լավ է վաճառում, քան մեր տեղականը, որ 70 դրամ է լեժան է նրանից։ Տարբերությունը մեծ է, որ պարսկականը առնում են, ձերը չի։ Էսի թարմը քաղաց ձմերուկ է, կոնկրետ այս ձմերուկը երեք են քաղաքի դաշտից։ Պարսկականը մինչև գալի հասնում աստեղ կարող է 10 օր էլ տևի, բայց ժողովուրդը չգիտեմ, մի ձևի սովորել են դրան էլի։ Որակային տենց մեծ տարբերություն չկա։ Ուղղակի չի վաճառվում։ Ամեն օր 300 դրամ էր տեղական ձմերուկը, այսօր արդեն 250 դրամ ու չի վաճառվում։ Մի օրվա մեջ 50 դրամ գինի իջնում է, բայց վաճառքը շատ թույլ է։ Երեք ժամը 11-ից մեքենան շուկայում կայնացա, մի տոննա ձմերուկ ենք վաճառում մինչև հիմա։ Իսկ հիմա որ ուսում են Թուրքիայի հետ սահմանը բաց են, ձեր առևտրի վրա ինչպես է սա անդրադառնալու։ Դե ուրեմն պիտի այստեղ գյուղացին հողերը թողի, մտածի ուրիշ բանի մասին էլ, ուրիշ բան չի կարող անի։ Սահմանը բացեցին, вообще կխորտակվի գյուղացին, առանց այդ էլ այսօր այդ սարսափելի է գյուղացու վիճակը, որ ամբողջ չկա մի մարդ, որ վարկերի տակ չլինի, պարքերի տակ չլինի, մի հատ սահմանը բացեն, դա 100%-ով ավելի վատ ազդելու է ժողովրդի վրա։ Այ գյուղացու աշխատանքը խանգարել է։ Անպայման, միանշանակ 100%-ով, ոչ մեկը չի կարող հող մշակի։ Մեծ ձեռ չի տա, գյուղացուն ձեռ չի տա հող մշակի։ Թուրքական պամիդորը կբերեն ամբողջ ծմեր 500 դրամ թուրքական պամիդորը ստեղ վաճառում է։ Այս սեզոնին կբերեն սահմանը բացվավ 100 դրամով 200 դրամով կբերեն ամբողջ տարին արդեն նույն ձևի կլինի ստեղ։ Էլով ջերմոց կմշակի կամ չէ, ահավոր ալնելու, եթե բացեն շատ վատ ալնելու։ Դες էլ է տակտիկա էլի։ Մարդկանց ստիպում են, որ երգիրը լքեն, ուրիշ ձև չկա։ Ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրյալին։ Այդ են կտրել, դրան են արժանի, ուրիշ բան չկա։ Ոչ մեկ Ընտրել եք, հիմա փոշմանել եք, ես որ ընտրել եք ես իշխանությանը կամ։ Իհարկե։ Չէ, ընտրել եմ, առաջի անգամ ընտրել եմ։ Ոնց որ մնացած բոլոր ժողովուրդը խաբվել են, բայց ինչ անենք էտա հիմա։ 26 թվականին ինչ ակնկալիքներ ունեք, նորից կընտրեք նրանց կամ ժողով։ Միանշանակ չէ։ Ընտրենք ինչ անենք։ Երգիր ենք կորցրել արդեն, չունենք էլ ոչի բան, ինչ ընտրենք էլ։ Որ հասնենք 26 թվականի ընտրություններին լավ է։ Երեք նաև ուխտը երթեր կազմակերպվել, Հայաստանի Հանրապետական կուսակցություններ կազմակերպվել Զվարթնոց տաճարից դեպի Մայրաթոր, հանուն հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ հանուն հայ ազգի նվիրյալների, հա, որոնցից մեկը Սամվել Կարապետյանն է ու այս պահին կալանավորված է։ Դուք ինչ ունեք ասելու։ Ես կոնկրետ Սամվել Կարապետյանի համար ոչի բան չեմ կարող ասեմ, դե միանշանակ էսի քաղաքական հետապնդում էր, որ մարդը ընդամենը 2 բառ ասեց ու դրա համար կալանավորեցին։ Եթե մարդու վրա կար գործ, ու մինչև այդ կալանավորեին։ Բայց ինչ վերաբերում է, որ իրանք իրանց դրել են ասու տեղ ու ասու գործերն են քննում արդեն։ Իրանք ով են, որ վեհապարի կյանք քննեն կամ ինչ-որ սրբազանի։ Անգրագետները 4 բառ խոսում են, 5 անգամ բան են ասում, չեն կարող մի նախադասություն նորմալ խոսան։ Նրանք մի դպիրի հետ անգամ չեն կարող խոսալ, ու նրանց դրել են վեհապարի կյանք են քննարկում։ Ով են իրանք, վեհապարը ձեր առաջ է ուխտ արել, որ ուխտը դրժել է։ Ամեն մարդ իր արած մեղքի համար ինքն է պատասխան տալի։ Ձեզ պիտի պատասխան տա։ Կամ որի մեղքն է ավելի մեծ։ Ենթադրենք ունի զավակ։ Ինքը ունեցել է մի զավակ, իսկ այսօրվա իշխանությունը կոտորել է 5000 զավակ։ Որի մեղքն է ավելի շատ։ Որ նրան էլ մեղավոր են հանում, այսօր իրանք են որոշում վեհապարը պիտի մնա կամ չմնա։ Ողջունում եք երեկվա ուխտի երթը։ Իհարկե։ Ես միանշում եմ։ Չէ, ցավոք չեմ կարողացել մասնակցել, բայց ոնց որ հազարավոր մարդիկ, ես էլ իմ եկեղեցու կողքը, մեր վեհապարի կողքը, ցանկացած հոգևորականի կողքը կանգնած եմ միանշանակ։ Ու ոչ մեկից էլ չեմ վախենում։ Թող այդքան հարյուրավոր բանդեր սարքեն, որ տեղավոր են ժողովրդին։ Ինքնա քրիստոնյա, որ ասում է ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։
հայ առաքելական եկեղեցու հետևորդը Զադիգի օրով վիճինայով ձվածեղ չի ուտում ու մի հատ էլ հանրությանը ցույց տալի։ Չէ՞։ Ինչի մասն է խոսքը։ Իրանք դրա իրավունքը չունեն։ Մարդու անձնական կյանքը հանրայնացնեն ինչ իրավունք ունեն։ Սահմանադրական կոպիտ խախտում, հա։ Ուղղակի չեն իջնում իրանց մակարդակին։ Բայց այս քայլով ինքը իր իշխանության վրա տապանակար դրեց միանշանակ։ Հենց այս քայլով։ Դե ավելի շատ օգուտ տվեց ժողովրդին։